Ողջույն, շատ ուրախ եմ այսօր ձեզ հյուրընկալելու եւ բացահայտելու Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկում կառուցվող Nuri Mountain Resort հյուրանոցի պատմությունը, որը ոգեշնչող է ոչ միայն հիմնադիրների, այլ նաեւ առանցքային գործընկերների համար, իդեմս մեզ Mixup ընկերության, եւ մինչեւ մանրամասներին հասնելը կուզեի խոսենք նախ ոնց առաջացավ այդ միտքը, մանրամասները մի քիչ պատմեք, ոնց առաջացավ այդ միտքը Nuri հյուրանոցի հիմնելու։ Ողջույն Սարգիս, ողջույն Արտաշես, շնորհակալ եմ հրավերի համար։ Ներկայանամ ես Մաթեոս եմ Բարսեղյան, ներկայացնում Վանվետուր տուրիստական ընկերությունը ամենասկզբից, ասենց ասեմ։ Ուրեմն մեր ոլորտը туриզմում է, տուրիստական ընկերություն շեշտեցին, ունենք ներգնա խմբային արտագնա տուրեր եւ туриզմում լինելով, տուրիստների հիմնականում աշխատելով, դեռևս 15 թվականին գաղափար առաջացավ ունենալ հյուրանոց։ Covid-ից ու պատերազմից հետո ավելի ամրացավ այն միտքը, որ պետք է ունենալ հյուրանոց, այն էլ մարզում։ Եվ դրանով պայմանավորված առաջին քայլերը արվեց հենց արդեն 21 թվականին, այցելեցի մոտ 20 գյուղ Լոռու մարզում, բավականին շատ հետաքրքիր տեսարժան վայրեր տեսա, բայց կանգ առա վերջնական Դերբետ գյուղի բարձունքում տեղակայված եթերաշք վայրի վրա ու այնտեղ հենց մտովի պատկերացրեցի, որ այդ հյուրանոցը, որ միշտ երազել եմ, պետք է լինի հենց այս տեղամասում։ Իսկ ինչն է ամենից շատը ոգեշնչում այս նախագծում։ Ողջույն Սարգիս ջան, ես ներկայանամ Արտաշես Թովմասյան, տարբեր բիզնեսներում եմ զբաղվում եւ հիմա միացել եմ Մաթեոսին այս պրոյեկտի շրջանակներում։ Ինչն է ոգևորում, ընդհանրապես ինձ շատ է հետաքրքրում այն գործունեությունը մարդու, որը որ միտված է մարզերի զարգացմանը եւ ինչ չէ նաեւ հնարավորություն է տալի ինձ մարզում ինչ-որ ներդրում կատարելու ու հնարավորություն տա տեղի բնակչությանը աշխատատեղ ստեղծելու համար, նախ եւ առաջ դա է ոգևորում անկախ պրոյեկտից, իսկ երկրորդը, երբ որ Մաթեոսի հետ քննարկում ենք, այդ գնալով Դերբետ գյուղ ու այդ տեսարանը տեսնելով, այդ հնարավորություն, այդ բնությունը եւ այլն, միանգամից ոգևորել է, որ կարելի է այստեղ այնպիսի մի հատ հետաքրքիր բան սարքել, որ թե եկող հյուրը տեղ բավականություն կստանա եւ թե տեղացի մարդը, որ բավականին շատ աշխատատեղ կարանք ստեղծենք տեղացի մարդկանց համար։ Ես կարող եմ ավելացնել, որ Լոռու մարզը շատ մեծ չիրականացվող պոտենցիալ ունի եւ մինչ այժմ բավականին այսպես ասած անտեսված է, չնայած այնտեղ ունենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն, այնտեղ ունենք հարուստ պատմություն, բայց այսպես ասած ներդրումները շատ քիչ են կամ ենթակառուցվածքներն են շատ քիչ։ Դրանով է պայմանավորված, որ ընտրությունը եղավ հենց Լոռիում։ Ու իմ ուսումնասիրությունների արդյունքում քանի որ այս պահին Դիլիջանը բում է ապրում ներդրումներով, հաջորդ այդ բումը լինելու է հենց Լոռիում ու հատկապես Թումանյանական համայնքում, Խամբակ Թումանյան համայնքում։ Ու մեր փորձից ասելով, քանի որ հիմնականում սեզոն ունենք խնդիր հյուրանոցների, միջին կարգի հյուրանոցների, նաև դրանով է պայմանավորված ընտրությունը Լոռիում։ Իսկ ամենամեծ մարտահրավերը, որին առնչվել եք մինչև այսօր, որն է եղել։ Իրականում մարտահրավերները անընդհատ կան, դա չի վերջանում, սկսված առաջի օրվանից, օրինակ կոմունիկացիաների հետ կապված, որ ասենք բարդությունները, ասենք ընդ ջուր գտնելն է բարդ, հիմա ահագին մեծ պրոբլեմ ունենք ջուր հայթայթելու հետ, ջրի խնդիր ենք այնտեղ լուծում, արդեն շուտով ջուրն էլ կունենանք, բայց սկսած գաղափարակից գտնելը, որ քո հետ այդ գաղափարակիսեն գնաք առաջ, որովհետև մենակ մեր ուժերով մենք չենք կարող այդ անենք, չեմ ուզում ասեմ բարդ, բայց գործը եղել է դա ներդրողներ գտնել, որոնք ոչ միայն զուտ ներդրող են, այլ նաև գաղափարակից։ Ես համաձայն եմ գործընկերոջ հետ, ի սկզբանե, երբ որ ես գաղափարը եկավ, հասկացա, որ միայնակ առաջ գնալ հնարավոր չէ։ Եթե ուզում ես շատ հեռու գնաս, պետք է ունենաս գործընկերներ ու գաղափարակից գործընկերներ, ոնց որ Արտաշը նշեց ու դրանով էր պայմանավորված արդեն Արտաշի հետ ճանապարհ սկսելը, ու երբ որ երկուսով արդեն մեր տեսլական ունենք, հաջորդ փուլը ընտրել թիմին միացնել մյուս մեկ գաղափարակից ընկերներին։ Եթե ասենք դա հեշտ ճանապարհ է, սխալ կլինի, որովհետև այն ինչ որ դու ունես քո մտքում ու դա պետք է փոխանցես ու դա դրանով պետք է վարակես, հա, քո
ընկերներին, գործընկերներին բավականին բարդ process է։ Իսկ դրա համար բավականին շատ աշխատանք է տարվում, անգամ գնալ տեղում, տեսնել այդ տարածքը, պատկերացնել, թե ինչ տիպի հյուրանոց պետք է լինի, ինչև է ունենալ մանրամասն հաշվարկ, ֆինանսական հաշվարկ, նախագիծ եւ այդ ամենը մատուցել քո գործընկերոջ ու վարակել այդ երազանքը, որ այստեղ պետք է լինի այդ հյուրանոցը, բավականին բարդ գործընթաց է։ Բայց դա ամենամեծ մարտահրավերն էր, բայց այս մեկ տարվա ընթացքում մենք կարողացանք 6-7 գործընկեր ներգրավել, վարակել մեր գաղափարով ու այսօր այս բան արդեն հյուրանոցի ստարտը տրված է, շինարարության ստարտը տրված է։ Իսկ որ փուլին ենք հասել հիմա, մինչև հիմա ինչ կարած, որտեղ ենք հասել։ Հիմա շինարարությունն է գնում, բետոնային աշխատանքներն է կատարվում։ Երևի մի 3-4 ամսից բետոնային աշխատանքները կվերջացնենք ու կսկսենք արդեն ներսի պատերը կիսել եւ ընդհանուր արդեն շենքի արտաքին եւ ներքին հարդարման աշխատանքները։ Իսկ այս նախագծի յուրահատկությունը կամ առանձնահատկությունները որոնք են համեմատած այլ ներդրումային նախագծերի։ Ես փոքր հյուրանոցի մասին կպատմեմ, իսկ ավելի առանձնահատկությունների մասին արտաշիկ խոսամ, կարող եմ ասել, որ ինչի հենց այդ հատվածում, որովհետև հյուրանոցը կոնկրետ գտնվում է Թբիլիսի եւ Երևանի ուղիղ կենտրոնում, 135 կիլոմետրի վրա, երկու մայրաքաղաքներից, բավական հարմար է լինելու եւ Երևանից գնացող տուրիստների համար, Թբիլիսի եւ Թբիլիսիից եկող Հայաստան կամ Երևան տուրիստների համար։ Օրինակ, երբ որ իրենք գան Հայաստան, Վրաստանից, կարող են շրջել տեսարժան վայրերով, պատմական արժեքներին ծանոթանալ եւ գիշերակաց անել Նորիում, այնուհետեւ շարունակել դեպի արդեն Երևան։ Մյուս առանձնահատկությունը այն է, որ ինքը բավականին մեծ հյուրանոց է, 38 սենյակ, ու այս պահին մարզի ամենամեծ հյուրանոցներից մեկն է լինելու, ու դրանով նպաստելու է, որ կարողանա ընդունի մեծ քանակով տուրիստների, այսինքն կան բավականին մարզում շատ հյուրատներ, բավականին զարգացած է այդ առումով, բայց երբեմն տուրիստների համար դա խնդիր է, որովհետև եթե օրինակի համար 20 հոգանոց կամ մեկ ավտոբուս է լինում, ստիպված այդ տուրիստներին բաժանում ես մի քանի հյուրատներով։ Այս դեպքում այդ հարցը լուծելու է ու մեկ հյուրանոցում կարողանալու մնան բոլոր տուրիստները։ Իր առավելություններից մեկը, որ ինքը մեկ կլիմայական գոտի է, ցենը շատ քիչ է եւ նաեւ այսպես ասած գովազդային առումով ինքը այնպիսի դիրք ունի, որ օրինակ դասեր գնացողը նույնպես հերվից տեսնելու է այդ հրաշք կառույցը, հյուրանոցը ու հերվից գերելու է կամ կանչելու է տուրիստին։ Իսկ առանձնահատկությունները կամ յուրահատկությունները որոնք են համեմատած այլ ներդրումային նախագծերի։ Դե սորակը ներդրումային նախագծերից տարբերվում է նրանով, որ ընկերությունում ներդրում անելուց ինքը դու մասնաբաժին ես ունենում մի ընկերության, որը որ ունի արդեն իրանից գույք է ներկայացնում եւ որը որ արդեն արժեք է իրանից, այսինքն մեր մոդելը այնպես չի, որ դու ինչ-որ հյուրանոցային համար ես առնում ու այդ համարի սեփականատերն ես դառնում, դու ամբողջ ընկերության մասնաբաժին ես ունենում, բաժնեմաս ես ունենում, որը որ դու եկամուտներ ես կարողանում ստանաս ոչ միայն համարներից, հյուրանոցի աշխատելուց, այլև նաև նույն ռեստորանից, բարից կլինի եւ այլ ավելի ծառայություններից, որը վաղը հյուրանոցը կմատուցի։ Նայեք, իրականում երբ որ պրոյեկտը մենք սկսեցինք, երբ որ Մաթեոսը քննարկում էինք, ֆինանսական հաշվարկներ ունեինք, բայց մի քիչ ոչ պրոֆեսիոնալ էր այդ ամեն ինչը, դուք հիշեք Սարգիս ջան, երբ որ դիմեցինք ձեզ թե բրենդինգի հետ կապված, թե նորից ֆինանսական վերահաշվարկներ անելու համար ու շատ մեզի մեր համար շատ կարևոր էր ոչ թե պրոյեկտը ուղղակի մենք թվեր գրենք, որպեսզի ներդրում ստանանք կամ որպեսզի կարողանանք կառուցենք, այլև նաև մեզ շատ հետաքրքիր էր, որ ռեալ այդ իրականում վաղը դա ոնց է աշխատելու, անկախ նրանից մենք ներդրում կունենանք թե չենք ունենա, բայց ռեալ երբ որ շենքը աշխատի, հյուրանոցը արդեն պատրաստ է շահագործման, ինչա կատարվելու, սենյակը ինչքանով ենք տալու, քանի տոկոս անաբեռնվածություն անել եւ այլն, ու երբ որ դիմեցինք ձեզ, ձեր փորձը հաշվի առնելով, դուք կհիշես, որ խնդիր դրվեց, որ անկախ նրանից լավ բիզնես մոդելա, վատնա, տեղը լավն է, վատնա,
սենյակների համարները շատ է, քիչ է, մեզ պետք է իրական պատկերը։ Եթե իրական պատկերը ցույց տա, որ էսի վատ բիզնես է, կարող է որոշենք չանենք, կամ մտածենք ոնց լավացնենք, բայց մեզ իրականությունն է պետք։ Ու այդ ժամանակ, երբ որ այդ հաշվարկներն արեցինք, նույնիսկ այդ ժամանակ որոշում կայացվեց, որ 28 համարից դարձնենք 38 համար, որովհետեւ ավելի լավ լինի, մի հարկ բարձր անենք եւ այլն, եւ հիշում եմ, որ նույնիսկ այդ ժամանակ խոսացել ենք, որ այս թվերը նենց գրեք, որ պետք լինի դուք եք աշխատացնել։ Հետո մենք կառավարելու թվերի պատասխանատվությունը դուք դիվեք ալեք, սկսած բրենդինգից եւ այլն։ Հիմա այսօրվա դրությամբ եկե հասել ենք այդ թվերը, նենց թվեր ենք ստացել, որ փաստացի ներդրում կատարողը 7 տարի 2 ամսում իր կատարած ներդրումը հետ է ստանում, իսկ դրանից հետո մենք ունենք նաև կունենանք շինարարության վերջի փուլում կվերցնենք մի քիչ վարկային միջոցներ կահույքի եւ գույքի ձեռքբերման հետ կապված վերջնական շտրիխների էլի այսպես ասած վարկային միջոցները սպասարկելու ընթացքում դիվիդենդ ստանալու, վարկային միջոցները սպառնելուց հետո դիվիդենդը ավելանալու է։ Նախ առաջի հերթին ներդրում կատարող մարդը տեղ ունի ընկերության բաժնեմաս, որ ընկերության բալանսում կա հող, գույք, շենքա լինելու մեծ եւ այլն, ինքը արդեն իր արժեքը արդեն աճում է, անկախ եկամտի չափից եւ նաեւ վարկային միջոցները նախ այդ առումով ես կարծում եմ 7 տարի 2 ամսում դրած այդ գումարը հետա գալի եւ շարունակում է հյուրանոցների համար 7 ու 2 տարին բավականին գրավիչ ցուցանիշ է։ Ես հիշում եմ օրինակ մենք երկար ճանապարհ ենք անցել այդ этаպներով, շատ հետաքրքիր այդպես փորձառություններ են եղել ու ֆինանսական մոդել հաշվելուց բավականին մեծ աշխատանք է տարվել, այսինքն մենք թե շուկա ուսումնասիրել, թե հաճախորդներին մանրակրկիտ ուսումնասիրել, թե ում ենք թիրախավորել ու ովքեր են գալու, շատ դեպքերում նույնիսկ միջոցառումների ժամանակ հարցեր ալին, չէ, օրինակ ինչի 38 ինչի օրինակ 100 չէ, ինչի օրինակ 20 չէ, այլ հենց 38, այդ ամեն ինչը մանրակրկիտ շուկական ուսումնասիրությունների արդյունքում է եղել։ Ի սկզբանե 28-ը 30 էր, եթե չեմ սխալվում, 30-ը դառավ 28, հետո արդեն ավելացնի արդյունքում 30։ Դե սենյակները միավորեցինք, որ ստանանք դուպլեքս սենյակ պայմանական ունեցանք։ Այո, այդ էլ էլի շատ կարևոր թե մենք այնտեղ ինչ կատեգորիաներ ենք ստանալու, այսինքն հաշվի ենք առնում նաև հետագայում վաճառքի գործիքները, ոնց ենք վաճառելու, ոնց ենք եկամուտ գեներացնելու, իսկ եթե ներդրողը դուրս է գալիս նախագծից 10 տարի հետո, իր մոտ մոտավորապես 4 անգամ է լինում գնաճը։ Եթե իհարկե ուզում են ներդրողները դուրս գան։ Հիմնական ներդրողները, ովքեր նմանատիպ նախագծերի մեջ են մտնում, այսինքն ներդրում են անում, նախատեսում են, որ անշարժ գույքի բիզնեսի մեջ են մտնում աշխատող բիզնես ունենալով, որը անընդհատ իրենց համար քեշ է գեներացնելու։ Տարիների ընթացքում ավելի երկարաժամկետ, իհարկե։ Այսինքն մարդիկ կարող են ներդրողներ լինել, ովքեր աշխատում են հիմա, բայց նախատեսում են, որ նախագիծը իրենց եկամուտը ապավելու այն ժամանակ, երբ որ իրենք չեն կարողանալու աշխատել։ Այսինքն ամբողջ կյանքի համար իրենց համար նախագիծը եկամուտ է գեներացնելու։ Եկեք նաև խոսանք, թե ովքեր են մասնակցել այս նախագծի իրականացման տարբեր փուլերում, որ ընկերությունները, որտեղ շատ կարևոր է, որ ընդգծենք ինչ պրոֆեսիոնալ թիմեր են աշխատել։ Ու ճարտարապետությունը վստահել ենք Սողոմոնյան արքիտեկտին, ով բավականին մեծ փորձ ունի դաշտում։ Փաթեթի մշակումներ մենք ենք արել ու այստեղ ճարտարապետության կերպարի վերանայումը Irregular Lab ընկերության կողմից է արվել։ Կոնցեպտը, բրենդինգը, նեյմինգը արել է Blink Bureau-ն, իսկ իրագործելիության ուսումնասիրություն, բիզնես պլան, ֆինանսական հաշվարկներ Mixup ընկերության կողմից է արել։ Եթե խոսենք անվան մասին, Նուրի անունը ոնց որոշեցիք, ոնց եկաք հենց կոնկրետ այդ անվանը, մի քիչ ավելի մանրամասնենք։ Blink Bureau-ի հետ երբ որ մենք համագործակցում ենք, առաջարկեցի մի շարք տարբերակներ, բայց վերջում այդպես ասած եկանք ընդհանուր եզրակացության, որ լավագույնը Նուրի Mountain Resort-ն է, այստեղ Mountain Resort, որովհետև ինքը գտնվում է բարձունքի վրա։ Նուրին ինքը անձրև խորհրդանշող պիկնիկ է, որը հատուկ է կոնկրետ լեգենդը հիմնականում տարածվում է Լոռու մարզում, հատկապես Դեբետ գյուղում։ Դրանով է պայմանավորված այս անվան ընտրությունը։ Իսկ ինչ հետաքրքրություն եք նկատել գործընկերների, ներդրողների կողմից մինչև այսօր։ Ինչի մասին են խոսում, ինչ հարցեր են հիմնականում տալիս։
Այստեղ ավելի շատ երևի թե հիմնվել է մեր անձի վրա, մեզ ճանաչելով, մեր բիզնեսները ճանաչելով, այդ նոր արդեն եղել է հաշվարկը կամ թվեր, այսպես ասած, բիզնեսի, որովհետև մենք մի միության անդամ ենք, իրար հետ երկար ճանապարհ ենք անցել, միմյանց ճանաչում ենք, բիզնեսները ճանաչում ենք եւ դրանով էլ պայմանավորված, երբ որ մենք ընտրում ենք ընկերներ, գործընկերներ, գաղափարակից ընկերներ ներդրման համար, իրենք ուղղակի մեր անձի վրա հիմնվելով իրենք որոշեցին ներդրում անեն, իհարկե դրա տակ կար ամբողջական ֆինանսական հաշվարկ, ամբողջական այս ճարտարապետությունը, բայց ամենակարևոր փաստը, որ մենք իրար ճանաչել ենք ու դա հիմք եղավ, որպեսզի որոշեն վերջնական այդ ներդրումը անեն մեր գործընկերները։ Ովի ֆակտորներ է, սա նաև ինչ-որտեղ։ Իսկ եթե ներդրումներից խոսանք, ինչքան ներդրումը տոկոսային առումով, ինչքան ներդրումը հավաքվել մինչև այսօր ու հիմա տեղ ունենք, հնարավորություն ունենք նոր ներդրողների ներգրավման, թե ոչ։ Այս փուլում մենք ունենք ներդրումների մոտ կեսը արդեն ունենք հավաքագրած եւ մյուս կեսն ենք փորձում հավաքենք։ Շինարարությունը դե սկզբնական մոտ արպես մի 6 ամիս հիմա բետոնային աշխատանքներ կտևի, այդ ընթացքի հարցը լուծված է։ Հետագայի համար արդեն նոր ներդրողներ ենք գտնելու, բայց եթե այսօր նոր ներդրողներ միանան, առավելություն կունենանք հաստե ուշ միացողները, որովհետև ինչքան ուշ միանան, այնքան թանկ է լինելու, ինչով է դա պայմանավորված, որովհետև ինչքան ուշ են միանում, այնքան պրոյեկտի ռիսկայինությունը քչանում է եւ աշխատանքներ են տարվում, շինարարությունը ավելի առաջ է գնում ու շահագործման հանձնելու փուլին ավելի մոտիկ ենք լինում։ Դրա համար դեռ տեղ ունենք, եթե ցանկացողներ լինեն, կարող են 6 հոգու դեռ, չէ, 6 ներդրողի տեղ։ 7 հոգու տեղ ունենք։ Իհարկե այնտեղ կախված է ով քանի ինչքան ներդրում կունի, կարող է մի հոգի լինի, այդ բոլոր ներդրումը ինքը կատարի միանգամից, կախված կլինի արդեն քան ով ինչ ներդրում կցանկանա կատարել ինչ չափաբաժնով։ Իսկ մինչև այսօր ներգրաված ներդրողները սիրով են մասնակցում process-ներին, ընթացիկ քննարկումներ կլինի, այսինքն առավելություն կարող ենք համարել այն, որ ներդրողները մասնակից են լինում սկզբնական process-ներին։ Նախ ներդրողները մեր կանոնադրությունը այնց է գրած, որ ինչ որ չափով մասնակից են բոլոր process-ներին լինելու։ Իհարկե, եթե մարդը ուզում է пассив ներդրող լինի, այդ հնարավորությունը ավելի լավ է, կա նաև, բայց եթե ուզում է ինչ-որ ձև մասնակցի աշխատանքներին, էլի սիրով մենք այդ մի թիմ ենք, էլի կարելի ասել, իսկ ինչ վերաբերվում է մասնակիցների ոգևորվածությանը եւ մասնակցությանը այսօրվա, օրինակ մեր ներդրողներից մեկը նաև մեր շինարարն է, հիմա որ շինարարությունը իրականացնում է ունենք ներդրող, որ վաղը կահավորման հետ հարցերում էլի կօգնի, այսինքն ոչ միայն ներդրում են կատարում իրանք ֆինանսապես, նաև հետագա աշխատանքներում էլ ինչ-որ մասնակցություններ կունենան, հիմա կարող է ինչ-որ մի ներդրող լինի, որ գա օրինակ, չգիտեմ, ասենք ջեռուցման համակարգը կամ ասենք հովացման համակարգը ներդրում անի, այդ մասով ինքը փակի, այսինքն տարբեր ձևի համագործակցության տեղեր կան, ինքը քանի որ հյուրանոցային համալիր է, լիքը տարբեր ոլորտների հետ աշխատելու պահանջ կա, այնց որ տարբեր մարդիկ բացի ֆինանսական ներդրումից նաև մյուս ձևերով մասնակցում, որը շատ կարևոր է, որովհետև մենք ստանալու ենք մի հատ կոնցեպտ, մի հատ ընդհանուր հյուրանոց յուրահատուկ, որը գերելու է ու ուշադրություն է դարձնելու ու լինելու է եզակի իր ձևի ու տեսքի մեջ։ Ինչքան ես գիտեմ, նաև կողքը ունենք 5 հեկտար հողատարածք, որը հետագայում նաև ընդլայնվելու հնարավորություն է, չեմ ես տալիս։ Այնտեղ ինչ-որ պլաններ հիմա ունենք, թե առաջի փուլից հետո նոր արդեն նախատեսելու ենք ինչ-որ աշխատանքներ այնտեղ տանենք կամ մտածենք ինչ ենք անելու։ Շատ լավ հարց է։ Իրականում ամենակարևորը շենքի շինարարության ավարտն է։ Ես անամպես սպասում տեմպա, երբ որ գալու միասին հավաքվենք եւ ռենտան կդրենք, ինչպես օրինակ հիմնարկեք արեցինք, իսկ երկրորդ էտապում արդեն աշխատելու ենք ենթակառուցվածքների վրա, թե ինչ կորոշենք անել այդ 5 հեկտարի վրա, ավելի ուշ արդեն ներդրողներով, գործընկերներով կորոշենք հաջորդ փուլում, բայց ես ավելի մեծ եմ պատկերացնում, որ քանի որ ինքը Mountain Resort է, ապա պետք է ինքը որակապես իր անվանը համապատասխան լինի ու մարդիկ ունենան նաև զբաղմունք։ Այսօր ամենակարևորը նաև որ մարդը մեկ գիշերից ավել մնա ու ունենա զբաղմունք։ Դրանով է պայմանավորված, որ մենք երկրորդ էտապով արդեն աշխատելու ենք, որպեսզի
ունենանք զբաղվածություն մեր ուրեմն հյուրերի համար։ Զբաղվածություն ապահովելուց երևի ճիշտ կլինի հարցնեմ նաև ինչ աշխատանքներ են տարվել ռիսկերի նվազեցման մասով, որովհետև ներդրողներին նաև հետաքրքրում է թե դրա մասով ինչ աշխատանքներ կատարած։ Չնայած ես տեղյակ եմ, քանի որ մասնակցություն ունեցել ենք, բայց ամեն դեպքում մի քիչ դուք խոսեք դրա մասին։ Անր խոսում ենք դրան գլոբալ առումով, երբ որ դու անում ես ներդրում, այդտեղ նաև կա ռիսկեր, այսինքն եթե դու ուզում ես ռիսկեր չլինի, կարող ես քո գումարը տանել բանկում դնել, տարեկան 10% ունենա շահութաբերություն ու ռիսկերը գրեթե 0 է, որտեղ բանկը պատասխանատու է ցանկացած դեպքում ներդրման առումով մի փոքր այլ է, քո եկամուտը շատ ավելի մեծ է լինում, բայց նաև ռիսկեր է լինում։ Այս դեպքում ռիսկերը որպես այդպեսին չեմ տեսնում, որովհետև ամեն ինչը բարձրակարգ է, նախագծված է, դիզայնը կա, ճարտարապետությունը կա ու սկզբից նշեցիր, թե հողի ընտրությունը ոնց է կատարել։ Ես անձամբ եղել եմ այդ տեղում ու ցանկացած մարդ մի հատ նախ պետքա այդտեղ հայտնվի, զգա այդ աուրան, այնտեղ ինչ որ կա, այսինքն հողի ընտրությունից սկսած, կոպիտ ասած, դուք այդ ռիսկերի նվազեցման մասով աշխատանքներ տարել եք։ Տեղադիրքը իդեալական է ու նաև նույնպես եմ նշում մեր գործընկերները, ովքեր միացել են նախագիծը, նախագծելուն, դիզայնին, ոլորտի պրոֆեսիոնալներ են, խոսքը ձեզ ուղղված ու այս դեպքում մենք ստանալու ենք մի կառույց, որը ինքը լինելու է իր ձևով, տեսակով նորություն կամ եզակի տվյալ մարզում։ Ու ամենալավ կետերից կարող եմ ասել, որ այս հյուրանոցի բացումով տարածաշրջանում մեծ ակտիվություն է լինելու, աշխատատեղեր ենք ուրեմն ունենալու, դրանով նպաստելու են, որպեսզի մարդիկ տարբեր գործունեություններ ծավալեն, մեկի մոտից օրինակ մեղր են գնելու մի գյուղացուց, մի տեղից կաթ են գնելու, մի խոսքով նաև կարծում եմ այդ շրջանառությունը, հյուրանոցի եւ գյուղացիների միջև կլինի ապրանքի տեսքով ու նաև գյուղ այդ առումով ավելի կշնչի, ավելի կաճի ու ավելի կզարգանա։ Ուզում ենք նոր մշակույթ բերենք, հետաքրքիր մոտեցում ունենանք, որպեսզի նաև տարածաշրջանը մեծանոր նաև կլաստեր դառնա, ինչպես օրինակ Դիլիջանն է։ Ու տարածաշրջանում բավականին շատանում են հյուրանոցները, հյուրատները ու առաջիկայում այդ հատվածը լինելու է շատ ակտիվ ու մարդիկ գալով այնտեղ չեն մտածել, թե հաջորդ օր ինչ են անել, այսինքն ունենալու են զբաղմունք։ Իմ տեսլականը, իմ պատկերացումը սա է տվյալ մարզի ու այս հյուրանոցի մասին։ Իսկ ինչ խորհուրդ այն մարդկանց, ովքեր նոր են ուզում հյուրանոցային նախագիծ մշակել։ Խորհուրդը մեկն է, եթե մարդ ուզում է մի բան նախաձեռնի, անկախ նրանից կլինի հյուրանոցային թե այլ բիզնես, լավ կլինի օր առաջ անի, որտեղ դա շատ կարևոր է նախաձեռնողական լինելը եւ դրա հետ նաեւ կուզենայի շեշտել, որ շատ մեծ պրոյեկտների մասին մտածելը ու պատկերացնելը, որտեղ մեծ մտածելու շնորհիվ է, որ կարողանում ես փոքր կամ միջինը գոնե ստեղծես, խորհուրդ կտամ մեծ պլանավորեն եւ մեկ օր առաջ սկսեն։ Ամենակարևորը գործ։ Այո։ Ինչ կասեմ, թե՞ Համաձայն եմ գործընկերոջ հետ, մեծ մտածելը, մեծ գործելը շատ կարևոր է ու դրանով էր պայմանավորված, որ երբ որ հյուրանոցը սկսեցինք, իսկ սկզբանը 10-15 սենյակ էր, հետո դարձավ 20, 30 ու վերջում 38 սենյակ։ Սա նաև մեր գործընկերների, մեր ուրեմն թիմի շնորհիվ է, որ միասին որոշեցինք մի բան անենք, որը շատ մեծ է։ Ունենք խորհուրդ եմ տալի ընդհանուր առմամբ հետևել այս տեսլականին, ամենակարևորը գործել։ Շատ շնորհակալ եմ, բավականին հետաքրքիր զրույց էր ու հուսով եմ ինֆորմացիա փոխանցեցինք նոր սկսվող բիզնեսմենների կամ նոր ներդրողների համար, ովքեր հնարավոր է միանան ձեզ։ Շնորհակալություն ձեզ նույնպես Արկիս ջան, մեզ հյուրընկալելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։